Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին, նա ըստ էության ասաց, որ ընդդիմությունը պետք է խաղերի մեջ չմտնի Սերժ Սարգսյանի հետ եւ որևէ դեպքում մաս չկազմի նրա ձևավորած կառավարությանը եւ նա ըստ էության ասում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ թույլ է, նա միջազգային իզգո է եւ նրա մնում է ուղղակի շնորհակալությամբ ընդունել երաշխավորագրերը անվտանգության եւ հեռանալ։ Ինչ կարծիք Այսպես ասեմ, երկու մասից է։ Ուրեմն մի մասը, որ չպետք է համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն դա նախադասության երևի սկիզբն է։ Եթե նա ասեր, քանի որ նա սպասարկում է այդ դիվային համակարգը եւ չպետք է սպասարկել եւ համագործակցել դիվային համակարգի հետ, դա կլիներ, ասենք, ամբողջական ընդունելի ինձ համար այսպես պատասխան։ Ինչ վերաբերում է իշխանության վիճակին, այսպիսի թույլ վիճակում երբևիցե Հայաստանում իշխանությունը չի եղել։ Եվ ուրեմն շատ ցավալի է, որ երկրի գործերի կառավարման համակարգը ես չեմ օգտագործում արդեն իշխանություն, տեսեք, իշխանությունը այդ ֆորմալ լծակները պահողն են։ Կառավարման համակարգը դա մարդկանց այն ամբողջականությունն է, որը ազդում է։ Դա կարող է շատ ավելի լայն լինել։ Օրինակ 88-ի կառավարման համակարգը դա ժողովուրդն էր հավաքված հրապարակում, այլ ոչ թե, ասենք, մարդիկ, ով նստած էին այս կամ այն պաշտոններին։ Ուրեմն կառավարման համակարգը մեր հիմա պետք է շատ ամուր լինի, շատ այսպես ինտեգրված եւ ամբողջականացնի ողջ հայությունը։ Այդ իմաստով ես շատ այսպես կողջունեի այն առաջարկները, որոնք կապված էին ժողովրդական վստահության կառավարման համակարգ ձևավորելու ներառումով սփյուռքի ներկայացուցիչներին։ Մեզ հիմա պետք է սրընթաց անցում այդպիսի ամբողջականացմանը։ Հակառակ դեպքում մարտահրավերները, որ կան, արդեն մարտահրավեր չի, ուղղակի, այսպես ասեմ, կործանարար գործընթացները, որ ընթանում են, մեզնից շատ բան են տանելու։ Պարտադիր չի, որ եւս 100 տարի հետո էլի հավաքվենք հայերով ու լաց լնենք մեր դժբախտ բախտի հարցով։ Պարմանաչյան մտահոգություն ինչ որ տեսնում եք Տեր-Պետրոսյանի խոսքում, կարծես թե նրա ինչ որ ուղերձ կար, հա, որոշ մարդիկ տողատակում գտնում են, որ Բարգավաճին Դաշնակցությանը ինչ որ փոփոխություն տեսնում եք այս իմաստով ընդդիմության պայքարում, ասեն կոնգրեսը ոչ իշխանականից դառնա եւ ժառանգության հետ ավելի արմատական։ Այն որ հակվածությունը մարդկանց մոտ միշտ կա գնալ գործարքի, որտեղ վերջի վերջո նորից եմ կրկնում, այդ քաղաքական ամբողջ դաշտը ներառյալ այդ ոչ իշխանականը գտնվում է նույն փիլիսոփայության դաշտում։ Եվ դա այսպես դա նշանակում է պիտի ճարպի կլնես քոնը պոկես։ Դա ամեն վարքյան կարող է լինել։ Եթե այդ ընդդիմադիրները, ուրեմն այսօր դարձել են ընդդիմադիր երեկվա կաշառակերները, նրանք հոմ չդադարեցին կաշառակեր լինելու, նրանք հոմ չդադարեցին կողոպտիչը լինելու երկրի։ Լրիվ ուրիշ բան կլներ, եթե Բարգավաճը, Դաշնակցությունը եւ այլը սեփական, ուրեմն կողոպտիչներին, որ կողոպտել են երկիրը, բացահայտեին, դատապարտեին եւ այլը, սա արդեն կլիներ, որ ինչ որ բան կարծես թե փոխվում է, բայց այդպիսի որևէ գործընթաց չկա։ Հակառակը ես տեսնում եմ այդ մարդկանց այսօրվա ղեկավար օղակներում այդ կուսակցությունների։